Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի հերթական նիստերի ճեպազրույցի հարգելի մասնակիցներ, թույլ տվեք ողջունել եւ կարեւորել վերջին նիստերի ընթացքում հատկապես կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2025 թվականի արդյունքների զեկույցը եւ քանի որ դա վերջին զեկույցն է այս կառավարության եւ տալ որոշակի գնահատական այն առումով, որ նախ այս զեկույցը ոչ միայն հակասում է 21-26 թվականի ծրագրին, դրա մասին մենք բազմիցս անգամ խոսել ենք, այն առումով, որ այս իշխանությունները իրենց ծրագրային եւ նաեւ գործունեության սկզբնական ժամանակահատվածում Արցախի ինքնորոշման եւ հետագայում նաեւ դեօկուպացիայի, պատերազմից հետո դեօկուպացիայի կողմնակիցներն էին, բայց արել են ուղիղ հակառակը, երեկ ես նաեւ դրա մասին ասացի, ազգային անվտանգության ռազմավարության 425 կետի համաձայն իրենք պետք է ամեն ինչ անեին, որ Արցախի հայ ժողովրդի բռնագաղթեցումը կանխեցին, բայց կատարվեց ուղիղ հակառակը, բայց նաեւ այն, որ ծրագրային շատ դրույթներ վերաբերվող տարբեր ոլորտների, որի մասին իմ գործընկերները խոսել են, չի իրականացվել։ Այս իշխանությունները խաղաղության օրակարգով եկան իշխանության, բայց կատարեցին ուղիղ հակառակը իրենց իրարամերժ գործողություններով, նրանք կարելի ասել ուղղակի տապալեցին բանակցային գործընթացը, երկիրը ներքաշվեց պատերազմի եւ պատերազմի ընթացքում մենք ունեցանք պարտություններ ոչ միայն Արցախում, այլ նաեւ ադրբեջանցիները ավելի արագ հայտնվեցին մեր սահմանամերձ բնակավայրերում, մեր սահմաններում, ուղղակի զբաղեցրեցին մեր ռազմավարական կարևոր կետերը եւ դրանք այսօր հիմա հիմք են հանդիսանում, որպեսզի բանակցային գործընթացում իրենք ունենան առավելություններ։ Ոչինչ չարվեց Արցախի շրջափակումը եւ նաեւ Արցախի հայաթափումը կանխելու համար, ոչ միայն նրանով, որ իրենք Արցախը արդեն ճանաչել էին Պրագայում Ադրբեջանի կազմում որպես տարածքային ամբողջականություն, այլ նաեւ իրենց կրավորական կեցվածքով, նաեւ իրենց խոսույթով, որ Արցախի խաղաղ բնակչությանը ոչ մի սպառնալիք չկա, չնայած նրան, որ Ադրբեջանը ճակերտներով ասած հակաահաբեկչական գործողություններով նաեւ ուղղակի ազդում էր խաղաղ բնակչությանը, ուղղակի նաեւ կորուստներ են ունեցել խաղաղ բնակչության կազմում։ Այսօր մենք ունենք հետեւյալը, որ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում մեր առողջ միասնական երիտասարդ եւ զարգացող մարմինը ուղղակի անդամահատված է եւ հաշմված վիճակում, որքան էլ ժամանակակից տեխնոլոգիաների, ինչ որ քայլերի միջոցով փորձենք մենք լրացնենք ամեն ինչ եւ փորձենք մարմնի մի մասը այսպես վերակազմավորենք, բայց այնուամենայնիվ այդ մարմինը մնում է հաշմված, ես նկատի ունեմ Հայաստանի եւ Արցախի նախկին ամբողջական ինտեգրված իրականությունը։ Այլ բան է հայրենիքի համար անդամահատում ունենալ, հաշմված լինել, դա նույնիսկ պատիվ է, բայց այլ բան է, երբ որ այդ հաշմվածությունը իր ազդեցությունն է ունենում ուղեղի ուրեմն գաղափարապես, հոգեպես հաշմված լինելու։ Դա ինչու եմ ես դա ասում, որովհետև մեր իրականությունը թույլ է տալիս ասելու, որ մենք այսօր գործ ունենք հենց հաշմված տրամաբանությամբ իշխանությունների, որոնք որ բերել են մեր երկրի, մեր ընդհանուր մարմնի շարունակական անկման, նսեմացման վիճակի։ Կարծում եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր ժողովրդի գիտակից մասը, կարելի ասել նաև ժողովրդի մեծ մասը այս ամենը
գիտակցում է եւ սրա դեմը պետք է առնել, որովհետեւ թույլ չտալով, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2026 թվականի նորից վերարտադրվի եւ նաեւ տանի մեր երկրի շարունակական անկման, սա նաեւ ազգային արժանապատվության վերականգնման խնդիր է։